Սկսենք տերունական աղոթքով։ Օրհնյալ Տերներ Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերկինս ես, սուրբ Եղիցի անունքով, եկես ձե արքայություն քո, Եղիցի կամքով, որպես հերկինս ըսած մեր քանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ սպառեցնել, որպես և մեր թողումներով պատապանած, և մի տանիրս մեզ փորձություն, այլ փրկյաց մեզ իջանել, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Քրիստոս հարյավի մեռելոց, Քրիստոս հարյավի մեռելոց, Քրիստոս հարյավի մեռելոց, իր մահով մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց։ Սիրելի և հարազատ զավակներ մեր ազն ժողովրդյան, սիրելի և նվիրյալ զավակներ մեր ազգի և հայրենիքի։ Եկել ենք հավատնել այս պահի Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկել ենք ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը իտես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը։ 110 տարի է անցել, 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունից, ընդամենը 100-ամյակ, որը մարդկային կյանքի համար շատ երկար տևողություն չէ։ Եվ մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունեցել ճանաչելու հայոց ցեղասպանությունը ոչ թե հարատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոճրագործություն չկրկնվի։ Պատկերացրեք, եթե դարասկզբին մեղավոր պատժվեր, ապա երևի թե կարելի էր զերծ մնալ հետագայի բոլոր ոճրագործություններից, ինչպես Հոլոքոստը, ինչպես Ռուանդան և Սուդանը, ինչու ոչ այսօր Գազան և 100 տարի հետո նորից էլի հայերի գլխին փոքր եղեռնը եկավ։ Մենք մշտապես պահանջատերն ենք եղել և լինելու արդարության հաղթանակի։ Արդարություն, որը միայն հայիս ու Հայաստանի համար չէ, այլ մարդկության լուսավոր ուղին միայն կարող է արդար ճանապարհով առաջ ընթանալ։ Սիրելի հարազատներ, այսօր այս մեծ խումբը հայրենասերների և իրենց ազգի պաշտպանների ջահերով եկել է այստեղ ոչ միայն պահանջելու, այլև մեր աղոթքը բարձրացնելու, այլևս
ճիշտ 10 տարի առաջ սրբադասված մեր նահատակ սրբերին։ Խնդրելու նրանց բարեխոսությունը, որպեսզի մեր հայրենիքին տա հզորություն, մեր ժողովրդին ուժ, կարողություն և մեզ ևս այնքան նվիրում, որ մենք կարողանանք հասնելու մեր նպատակներին իշա համամարտկային բարօրությանը։ Վերջին շրջանին հաճախ եք լսում աչից, ձախից, ներսից, դրսից, որպեսզի մենք հայ ժողովուրդս վերանայենք մեր պատմությունը, չասելու համար թե մի կողմ դնենք մեր պատմությունը, վերանայելու մեր պահանջատիրությունը, սակայն մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընծայարանին, մենք չենք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել ու դավաճանել։ Շատ անգամ մենք լսում ենք պետք ունի ցեղասպանության համար ինչ-որ գիտական փրկություններ, ինչ-որ մասնագիտական որոնումներ, այդ ամենը պետք չունի, որովհետև իրողություն է այն, ինչը որ կոչվում է ցեղասպանություն։ Այդպիսով, եթե մենք գնանք նույն ճանապարհով, ինչ պատասխան պիտի տանք այն բազմաթիվ տասնյակ ու հարյուրավոր երկրների, որոնք ճանաչել են ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Մենք ինչ պատասխան պիտի տանք Կոմս Բրայսին, Ֆրիդյոֆ Նանսենին, Ֆրանց Վերֆելին, Մարիա Յակոբսոնին և հարյուրավոր նման մարդկանց, որոնք իրենց կյանքն են դրել ցեղասպանության ժամանակ հայերի և հայ երեխաների կյանքի համար։ Մենք ինչ պատասխան պիտի տանք մեր նախնյացը, ասելով, թե մենք կարող է կասկածի տակ դնել ձեր զոհ լինել։ Անկարելի է, անհնարին է և ոչ մեկը թող չերազի, թե հայր ժողովուրդը կարող է իր հիշողությունը կորցնել կամ վաճառել։ Այսօր ես այս քայլերթի ընթացքին լսում էի որոշ կարգախոսներ։ Այո, այդ կարգախոսների համաձայն եմ, սակայն սիրելիներս ուզում եմ իմ հավելումը։ Կարդացի մի կարգախոսին զարկ, երբ հալածում եմ քեզ։ Մինչև զարկելը սիրելիներս։ Հարկավոր է ուժեղանալ, զորանալ, տոկալ դրա համար, որպեսզի հալածողին մեկ զարկով կարողանաս հաղթել։ Զարկելու համար ուժ է պետք։ Կարգախոս լսեցի պայքար։ Այո, պայքար, սակայն պայքարի հաջողության գրավականը նորից ուժն է, հզորությունն է։ Իսկ դա մեր ազգային միասնությունն է։ Մենք միայն միասնական կարող ենք հզորանալ
հզոր լինել, մեծ լինել և հաղթել այն պայքարը, այն նպատակների համար, որոնք որ մենք տենչում ենք և որոնց համար մենք ապրում ենք։ Ուստի մեր միասնությունը, անկախ մեր գաղափարական, քաղաքական, կուսակցական, Հայաստանում ապրելու, թե Սփյուռքում ապրելու, Ամերիկայում, թե Արևելքում, բոլորս ունենք մեկ նպատակ պայքարի համար։ Այն է մեր ժողովրդի հարաբերությունն ու արդար կարգը։ Վրեժխնդրություն։ Այո, վրեժխնդրություն, բայց ոչ թե արյան ու մահվան վրեժխնդրություն։ Եթե մենք այսօր աշխարհում մարդկությունը ապրեր հին օրենքներով, աչքի փոխարեն աչք, Ադամի փոխարեն Ադամ, կարծում եմ, թե Գանդին ճիշտ է ասել։ Այսօր մարդկությունը կամ կույր կլիներ, կամ անադամ։ Վրեժխնդրությունը կարևոր է մեր կյանքի համար, բայց այդ վրեժխնդրությունը այն է, թույլ չտալ թշնամուն իրականացնելու իր փայփայած նպատակները։ Եվ այդ է, որ մենք կարող ենք նրան իրապես մահացու զարկ տալ։ Իսկ նրանց նպատակները մենք լավ գիտենք։ Հայաստան առանց հայի, Հայաստան առանց պատմության և հարավային Կովկաս ընդհանրապես ոչ պատմական, ոչ իրական Հայաստանով։ Ահավասիկ, այս է մեր վրեժխնդրությունը, լինել ինքնիշխան հզոր երկիր, լինել ժողովուրդ արարող ու ստեղծող, լինել համամարտկային ընտանիքի հավասարազոր անդամ և մեր զորությամբ և լինելությամբ կարող ենք իսկապես մեր թշնամուն հաղթել։ Մենք պիտի պատրաստվենք և մշտապես զորանանք, պատրաստ լինենք, որպեսզի այս վրեժխնդրությունը, որը կրկնում եմ, թշնամուն թույլ չտալ իրականացնելու իր նպատակը։ Ուստի, սիրելիներս, այսօր, այս օրերից, երբ ընդամենը մի քանի օր առաջ մենք մեր Տեր Հիսուսի հարության ավետիսը բերեցինք մեր ժողովրդի և այդ ավետիսը դարեր հազարամյակ շարունակ մեզ տվել է կենսական ուժ և մեզ տվել է ոչ թե պարզ մի հույս, այլ մեզ տվել է հաստատական այն գաղափարը, որ ով Հիսուսով ապրի, Հիսուսով էլ հարություն կառնի։ Եվ դրա ապացույցը ես ձեզ կարող եմ ասել, հենց ճիշտ ցեղասպանությունը, երբ 1915 թվականին տեղի ունեցավ, և հայ ժողովուրդը բարձրացավ Գողգոթա և խաչի վրա Հիսուսի հետ մահը ճաշակեց։ Ինչպես Հիսուս երրորդ օրը, այդպես էլ մեր ազգը։ Երրորդ տարում 1918 թվականին իր առաջին անկախ հանրապետությունը ստեղծեց։ Սա իրողություն է, սա մեր պատմությունն է, սա մեր և ես հիմա այստեղ այլևս մեր նահատակ սրբերի համար դարձած կեցավայրում խնդրում եմ նրանց բարեխոսությունը և Տիրոջ սերն ու օգնականությունը
մեզ բոլորիս, մեր ազգին, մեր հայրենին, մեր ժողովրդին և հատկապես մեր երիտասարդ սերունդին, որը մեր այսօրն է և վաղվա օրն է, անհատնում օրհնությունը Տիրոջ, ուժ, կարողություն, հայրենասիրություն, նվիրում, նախանձախնդրություն, որպեսզի մենք կարողանանք փայփայել և աղոթքով մեր ափերի մեջ պահել մեր Հայաստան աշխարհը, որպեսզի մենք կարողանանք ամեն չարից փրկել մեր հայրենիքն ու ժողովուրդը, և Տերը մեզ օգնական կլինի, և Տերը մեզ իր օրհնության տակ մշտապես կպահի, որովհետև մենք այն ժողովուրդն ենք, որ աշխարհում առաջինը իր պետականությունը ունենալով քրիստոնեությունը դարձրեց իր երկրի կրոնը։ Մենք այն ժողովուրդն ենք, որ տակավին 5-րդ դարում մեզ հռչակեցինք, որ քրիստոնեությունը մեր մաշկի ույնն է։ Եվ դրա համար սիրելիներս, ով ապրում է Քրիստոսով, ով ներում է Քրիստոսի հետ, նաև հարցում է առնում Քրիստոսի պես։ Մեր պատմությունը, ինչպես ասացի, ապացույցն է եղել դրան, և պիտի լինի, և մեր արդար լուսաշող օրերը կգան, և կգան այն ժամանակ, որ մենք ինքներս կկերտենք ու կտեսնենք։ Թող Տիրոջ օրհնությունը լինի բոլորիդ, և մեր սուրբ նահատակների բարեխոսությունը մշտապես լինի մեր Հայաստան աշխարհի, մեր Հայաստան հայրենիքի և ժողովրդի վրա։ Ամեն։